Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանը դառնալու է Ռուսաստան։ Լուրջ Վերջը հայրմերը գիտեք։ ներում չի կարող լինել։ Իսկ քանի բանկում փայ ունեք։ Անկեղծ ենք խոսում, պիտի ասեմ էլի։ Քանի հատ։ Բարև ձեզ, ես Ռիփսիմեն եմ, հարցս կուղեմ բոլորին, ինչ կարծիք ունեիք մինչև Ռոբերտ Քոչարյանին ճանաչելը ու իրեն ճանաչելուց հետո։ Բայց շատ զգուշ։ Կարծում էի շատ խիստ, պարզվեց ինչ, պարզվեց։ Ես ինչ եմ հասկացել, էլի։ Եթե ձեզ adekvat հիմնավոր կարծիք ասենք, անհնարինը դա փոփոխություն չբերի։ Մոտ 80-90%-ով պատկերացրել եմ նենց, ոնց պարոն նախագահին հիմա ճանաչել եմ եւ եթե դու չլինես, չգիտեմ, երբեմն նաեւ խիստ չլինես կարգապատ, դու չես կարող ունենալ այդ հաջողությունները։ Մի պատմություն էլ ես պատմեմ, ազգային ժողովում ելույթ եմ ունենում, եւ քննադատում եմ նախորդ իշխանության ժամանակ բաստողումները, բան, մինչեւ գալիս եմ հեռախոս եմ հասնում, տեսնում տասնյակ զանգեր, բան, ասում եմ, բա որ դու քննադատում ես, բա չես վախենում նախագահը կարող է բան անի, նեղվի կամ չգիտեմ, եւ այս առումով այդ կարծրատիպերը, այդ միֆերը, որ կա իրապես գոյություն չունի, էլի, Ժողովուրդ ջան, շատ անկեղծ եմ ասում այդ ամեն ինչի մասին։ Ես մի բան հասկացա, էլի դուք ուզում եք ձևավորված իմիջից քանդել, քայքայել, ասենց գետնով տա, խստության վերաբերյալ, այո, ճիշտ է, խիստ եմ, բայց ոչ թե քննարկումների ժամանակ։ Եթե որոշումը կայացված է, պետք է խիստ լինես եւ միջև վերջ հետեւես որոշումները տեղ հասնեն։ Դու պետք է հնարավորություն տաս մարդիկ արտահայտվեն։ Եթե հնարավորություն չտաս, եթե մարդիկ զգան, որ արտահայտվելուց, եթե մեկ այլ կարծիք են ասում, կարող է կոպտես, այլևս կարծիք չես լսելու։ Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է։ Հետո պետք է ուղղակի ասենց երկաթյա կարգապահությամբ պետք է կատարվի։ Կարգ ու կանոնը իմ ասենց նաև տեսակի մեջ է, բայց երբեք չեմ համարել, որ ես ամեն ինչի մասնագետ եմ եւ ձեր բոլորի կարծիքը ինձ համար նշանակություն ունի։ Այ երբ որ ազգային ժողովում իրավիճակը սրվում է, լարվում է ու սկսում են անտակտությունները իշխանությունների կողմից, դուք լարվում եք կամ նյարդայնանում եք դրանից, թե բան տեղել չեք դնում։ Շնորհակալություն։ Շատ եմ լարվում, չնայած այնտեղ չեմ, որովհետեւ իմ ընկերներն են։ Այնտեղ փորձվում ամեն դեպքում ամբողջությամբ նայում եմ, Ես մի քիչ երևի որ էմոցիոնալ եմ, հնարավոր չի ազգային ժողովում նստել, լսել իրանց խոսույթը Արցախի վերաբերյալ, եկեղեցու վերաբերյալ, արժեքների վերաբերյալ, ուղղակի թշնամական խոսույթով են հանդես գալիս եւ դա բերում է նրան, որ նյարդերը շատ ժամանակ տեղի են տալիս։ Նաեւ ուզում եմ օգտվելով առիթից ներողություն խնդրել մեր հայրենակիցներից, շատ ժամանակ այդ կոնֆլիկտների բանի համար մենք պիտի այս ընտրություններին համոզիչ հաղթանակ տանենք, վստահ եմ, եւ այս իրավիճակը կվերանա եւ մենք ազգային ժողովը կվերածենք առողջ քաղաքական դիսկուսի տեղ, որտեղ որ գաղափարները, մտքերը մրցակցության մեջ կլինեն։ Գիտեք, որ անհարմար ֆորմատ գոյություն ունի հարցերի։ Պարոն նախագահ, իմ հարցերն ուղղված են ձեզ։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Եթե գայք իշխանության, պատերազմի հավանականությունը մեծանում է։ Վերանում է։ Շատ լավ։ Իսկ միայն ձեր ծանոթ բարեկամներին է լավ լինելու։ Նայեք, ես 10 տարի նախագահ եմ եղել, իմ բոլոր ծանոթ բարեկամներ, ուսանողական ընկերներ, բոլոր ինձանից նեղացած են։ Ինչու։ Պաշտոններ չեն ստացել։ Հայաստանը դառնալու է Ռուսաստան։ Մի հատ պարզաբանման ուղղակի կարիք կա, էլի։ Դե գիտեք, որ ընդունված է ու տարածված է այսպիսի մի կարծիք, կարծրատիպ, որ ձեր օրոք Հայաստանը դառնալու է Ռուսաստան։ Նայեք, ոնց որ ես 10 տարի նախագահ եմ եղել, Ռուսաստան չդառավ։
Հաջորդ հարցը, երբ դուք լինեք մեր երկրի ղեկավարը, որքանով մեր երկիրը կդառնա բաց այլ երկրների հետ համագործակցությունների համար։ Իսկ երբ է եղել մեր երկիրը փակ այդ համագործակցության համար։ Նայր, հենց իմ նախագահության ժամանակ մենք դարձել ենք Եվրոխորհրդի անդամ։ Շատ ավելի լայն աշխարհագրությունների մայցերի, շատ ավելի շատ երկրների հետ մենք պայմանագրեր ենք կնքել եւ մի կարևոր հանգամանք։ Այն ժամանակ դուք Եվրոպա կամ այլ տեղ գնալու համար վիզաները շատ ավելի հեշտ էինք ստանում, քան հիմա։ Եվ հատկապես վիզաների հարցով ես ուղղակի համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում կարելի է հասել նաև Եվրոմիության հետ այդ հարաբերությունների մակարդակին, երբ առանց վիզաների հնարավոր կլինի ճամփորդել Եվրոպա։ Պարոն նախագահ, վերջը հայրմերը գիտեք։ 3 լեզվով։ Ես քահանայի թոռ եմ, իմ պապս քահանա է եղել Աստղաշեն գյուղում, նախկին գյուղի անունը Դաշպուլաղ էր, վերջի քահանան է եղել, որտեղ 26 թվականին մոտարապես 26-27 թվականներին բոլոր եկեղեցիները փակվել են Ղարաբաղում Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ ինքը գյուղի վերջի քահանան է եղել։ Ոնց կարա քահանայի թոռը չիմանա, այսպես ասենք, հայրմերը։ Պարոն նախագահ, ձեր հայրական պապն է եւ հայրական կողմի պապն է եղել քահանա։ Այո, այո։ Իմ հոր հայրը Սարգիս։ Ավելի շատ դերունց էին ասում։ Բարբարով դա էին ասում եւ մեզ մեր գյուղում ասում են դերունց ազգներ։ Դերունց։ Տենց մնաց մեր գյուղում այդ անվանումը մեր։ Բայց Սարգիս Քոչարյան։ Իսկ ո՞նց եք անելու, որ կոռուպցիա չլինի։ Մի կողմից պետք է համակարգը այնպես աշխատի, որ կոռուպցիոն ռիսկերը հնարավորություն չունենան ուղղակի դրսևորվելու, մյուս կողմից եթե այդ դեպքերը կան, ուրեմն խիստ պատիժներ պետք է սահմանվեն։ Ավելի մեծ խնդրեմը եղել է պաշտոնյաների փոխկապվածությունը բիզնեսների հետ։ Այսա պետք է բացառվի։ Իսկ քանի բանկում փայ ունեք։ Խորը ցավով պետք է ասեմ, որ ոչ մեկը 8 տարուց ավել է այս իշխանությունը արդեն իշխանության գլխին է։ Բանկային համակարգը Հայաստանում ամենից թափանցիկ համակարգն է եւ եթե նույնիսկ կասկած ունենային, որ նման բանկա վաղուց քրական գործերում սա արտացոլված կլներ անկասկած։ Հիվանդանոցներում Նայիրի բժշկական կենտրոնն էլ չէ։ Եթե մենք Նայիրի բժշկական կենտրոնի հետ կապ ունենայինք, ապա եւս այդ հարցով մի հատ քրական գործ կլներ եւ մեղադրալի կարգավիճակ ունենայինք։ Չկա զերո։ Այդ Հեբելսյան բանն է, չէ, 100 անգամ մեկ սուտը կրկնում են, ուղղակի այդ սուտը ճշմարտություն, ոչ թե ճշմարտություն է դառնում, բայց ընկալում է որպես ճշմարտություն։ Իսկ կասեք ինչն է ձեզ օգնել կայանալ, ձեր հաջողության գաղտնիքը։ Գաղտնիքը կարգապահությունն էր։ Երևի յուրաքանչյուրիդ մոտ, եթե օրինակ այդ օրը պլանավորել ես, որ պետք է գնաս մարզադահլիճ։ Ասեն զարթնել ես մի քիչ ոնց որ գիշերը լավ չես քնել, հավես չունես, մանա ես փնտրում, չէ, միգուցե այսօր չգնամ, ասենց վաղը գնամ։ Այդ բանը իմ մոտ ոչի չկար։ Պլանավորել եմ, պիտի անեմ։ Եվ այսպես ամեն ինչում։ Հավես չկա, օրինակ ուսանող ժամանակ դաս անելու, քեզ ստիպում ես, դասը տանում ես, հավես չկա ինչ որ բան անելու, հավես կա այդ օրը մի երկու ժամ շատ քնելու, բայց դու քեզ զսպում ես եւ քո պլանավորածը առաջնահերթ է դարձնում քո համար։ Սա է իմ կարծիքով ընդհանրապես կյանքում հաջողության հասնելու գրավականը։ Եվ իմ վերջին հարցը, պարոն նախագահ, որը շատ կարևոր է։ Պատմության մեջ ուզում եք մնալ ավելի շատ սիրված ղեկավար, թե արդյունավետ։ Իհարկե արդյունավետ։ Եթե դու պետական գործիչ ես, ուրեմն առաջերտին քո
քո ժառանգությունը դա քո կատարած աշխատանքներն են։ Հիմա դրա արդյունքում սիրված ես, թե սիրված չես, կարևորը արդյունավետությունն է։ Այդպես եմ միշտ մտածել։ Շնորհակալ եմ շատ նման անհարմար հարցերը հանդուրժելու եւ ամենակարևորը պատասխանելու համար։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, այսքան որ այս անհարմար հարցերն եղավ, այսքան անկեղծացեք, մի հարց էլ ես ունեմ, այդ հարցով էլ ինձ են շատ դիմում, որ միջնորդեմ վերջը դեֆանսը ձերն է, թե չէ դեֆանս թաղամասը Երևանի։ Ինձ խնդրում եմ, որ միջնորդեմ, չգիտեմ, ինչ-որ զեղչերով տուն վերցնեն, սա անեն, նա անեն։ Ոչ, որևէ կապ, որևէ առնչություն, նույնիսկ չգիտեմ, թե ով է դա անում։ Բացարձակապես տեղեկություն չունեմ։ Ես բոլոր միջնորդողներն այսուհետ ասել եմ, որ ձերս պատասխանը նայեն եւ վերջ, պարոն նախագահ։ Ողջույն բոլորին, ես Արտուրն եմ։ Ամենակարևոր դասը, որ ստացել եք երիտասարդ տարիքում ու մինչև հիմա ձեզ հետ է։ Չգիտեմ դասը որտեղից, ես իմ համար երկու օրենք ունեմ, գլխիս մեջ աշխատում եմ պահել։ Մեկը պետք չի ոգևորվել ոգևորիչ խոսքերից, խրախուսանքներից ու պետք չի ընկճվել քննադատությունից։ Ոչ մեկը, ոչ մյուսը։ Եվ երկրորդը կարևոր չի հարվածները ընկնելը, դա չի որոշիչը կարողանում ես վեր կենալ, թե չէ։ Շարունակել քայլել։ Ես փորձում եմ գլխիս մեջ պահել։ Ամենակարևոր բանը, որ ես ինձ համար միշտ որդեգրած եմ եղել, ես հասկացել եմ իմ ցանկացած քայլ ուղիղ եւ լավը եւ վատը անդրադառնալու է իմ ընտանիքի վրա։ Այսինքն ասել են սևակը այսինչ ընտանիքի զավակն է, այսինչ մարդու որդին, ես հասկացել եմ, եթե լավ բան նախաձեռնեմ, լավ բան իրականացնեմ, դա պատիվ է բերելու իմ շրջապատին, իմ ընկերությանը։ Հարցս հետևյալն է. Հայաստանը երբևէ կդառնա Եվրոպա, իսկ ինչ պետք է անել դրա համար։ Եթե խոսքը գնում է երկիր բարեկեցիկ, ժողովրդավարական, երկիր, որտեղ քաղաքացին իրեն լավ է զգում, պաշտպանված է զգում, այո, դա հնարավոր է կառուցել, անկասկած։ Համակարգել ուժեղացնել կարող ենք, տնտեսություն զարգացնել կարող ենք, ապրանքների որակը բարձրացնել կարող ենք, ազատ նենց անձնագիր ունենանք, որը խնդիրներ չի ստեղծում, հակառակը դռներաբացում, այո, կարող ենք։ Կրկին ողջունում եմ բոլորին, ես Անժելան եմ, հարցը ուղղված է Սևակ Խաչատրյանին։ Դե քանի որ հանրություն ձեզ համեմատաբար ավելի քիչ է ճանաչում, ես կուզեի իմանալ, որոնք են մի քանի բաները, որ կուզեք ձեր մասին իմանա հանրությունը։ Շնորհակալություն։ Բայց ես ուրիշ հարց ունեմ։ Կարող է ինչ-որ բան կա, որ հաստատ կուզես, որ չիմանան։ Չէ, որովհետև երբ որ տենց ինչ-որ բաներ այսօրվա այս դարում, այս լուսավոր դարում հնարավոր չէ լինի թաքցնելը։ Բայց կարելի է այս հարցին գործընկերները պատասխանեն։ Իհարկե։ Դժվար վիճակի մեջ դրեցիք։ Ինքը իր մասին դժվար լավ բաներ ասեր, վատ բաներ է պիտի ասեր։ Սևակը մարդ է, ով ունի հստակ արժեհամակարգ ու հստակ կարմիր գծեր, որ չի անցնելու ոչ մի պարագայում, կապ չունի քաղաքական բանը ինչա թելադրում։ Մարդ է, ով ունի կարմիր գծեր ու իր արժեհամակարգը, որ ինքը կրողն է ու որը պաշտպանում է։ Լավ է, որ մեր քաղաքական թիմը ունի կարմիր գծեր եւ ինչ որ բաներ կա, որ չի ուզում այդ արժեքային համակարգի վրայով անցնի, կարծում եմ լավ է։ Օրինակ ես չեմ կարող այդ սկզբունքների վրայով անցնել, որ չեմ կարող ստել։ Չեմ կարող, որտեղ մտածում եմ, որ բա հանկարծ սուտս որ բռնվի, հաջորդ անգամ գետինը պիտի մտնեմ, էլի, ասես չեմ կարող բան անեմ։ Դրա համար այսքան տարի քաղաքականության մեջ ոչ մեկը չի կարող ասել, որ ես մի բան եմ ասել, հետո մեկ ուրիշ բան եմ ասել, հետո լրիվ երրորդ բան եմ ասել կամ ստել եմ եւ այլն։ Այդ ընթացքում նախագահի կառավարման հսկայածավալ աշխատանք է տարվել, բայց այն PR-ի տեսանկյունից, այդ պոպուլիզացիայի, սենց ասելու, խոսելու նախագահը դրա ուշադրություն չի դարձրել։ Այդ աշխատանքները, քանի որ դուք երիտասարդ տարիք եք էլի, ես ուզում եմ նաև հիշեցնել, որ Երևան քաղաքում լուսավորվող փողոց չի եղել անգամ։ Լուսավոր այդ փողոցում լույս լինի։ Էլ չեմ ասում են մնացած աշխատանք։ 3 փողոց է եղել լուսավոր։ 3, երևի հրապարակը։ Ընդամենը 3 փողոց է։ Հա, դու որ պատկերացնեն ինչի է հասցվել երկիրը ու միգուցե նաև այդ է սխալ եղել պարոն նախագահ, որ այդ ժամանակահատվածին Գարնիկ, ես լավ, մի քիչ այլ կերպ ձևակերպ մտամ,
Դուք որ գնում եք, օրինակ բանկամատից ձեր քարտը մտցնում եք եւ օրինակ 100,000 դրամ փող եք ստանում ձեր հաշվից։ Դուք բանկամատին շնորհակալություն եք հայտնում։ Չէ, լուրջ էլի, դուք բանկամատից շնորհակալություն հայտնում եք, չեք հայտնում, չէ։ Հիմա պետական բյուջեից այս ժողովրդի հարկերից փողը հավաքվում, ինչ որ մի բան է սարքվում։ Հետո խիպտ է այդ մարդու շնորհակալություն հայտնել։ Ես այդպես էի մտածում։ Վերջի ես կոպիտ ասած չեմ գնացել ուրիշ բիզնեսում փող աշխատել, եկել իմ գրպանից ինչ որ մի լավ բան եմ անում, որ գան ինչ շնորհակալություն հայտնեն։ Ես էլ ամբողջ օրը կրշկրշան հավի նման դրա մասին խոսամ։ Այսպես էի մտածում։ Պետական բյուջեն մեր քաղաքացիների վաստակած գումարներից, այսպես հարկերի ձևով հավաքագրված գումար է, որով պետությունը, կառավարությունը պարտավորում է ծրագրեր իրականացնել եւ իրականացնում է։ Եվ դրա համար ասենց սարքել, չգիտեմ ինչ, անկեղծ ասած, ոքի ինձ համար անընդունելի անհասկանալի է։ Դրա համար է ես դա չի անում։ Ինձ որ նույնիսկ իմ թիմում ասում էին այն ժամանակ իմ մամուլի քարտուղարը բա սենց ասիլսի մեր պարտքան արել ենք հիմա ինչ ամեն օր դրա մասին պիտի խոսանք։ Ամեն օր դրա մասին պիտի ամոթ։ Հաղթանակած ժամանակ էլ դուք միշտ այն դիրքերից եք հանդես եկել, որ թշնամուն չնվաստացնելու այդ քաղաքականության մասին, եթե հնարավոր երկու խոսք մենք հաղթանակած էինք, բայց արզգային արժանապատվությանը կպնելը ամենից մեծ սխալն է։ Եվ նույնիսկ կրկնեմ, մենք հաղթանակած ժամանակ երբեք չեմ ասել նոր պատերազմ, նոր տարածքներ, այս իշխանության պաշտոնյաներն էին նման կարգի հայտարարություններ անում։ Վարչապետն էր ասում, ինչ որ բաներ կասեմ, կազմաքանդվի Ադրբեջանը ամպագորգոր հիմարություններ էին դուրս տալիս։ Եվ այդ հիմարությունները ուղղակի հրահրվեց պատերազմ։ Հարց ցանկանում եմ ուղղել պարոն Խաչատրյանին, ինչպիսի հայրենի կցանկանաք թողնել ձեր երեխաներին։ Ազգային արժեքներով, ազգային արժեքներ կրող սերունդ ունեցող հայ առաքելական եկեղեցին ամուր պահող, հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինող, այսինքն այն ամեն ինչի համար մենք այսօր պայքարում ենք, հենց ինչ հայրենիք, որ ես մտածում եմ, որ պիտի թողնեմ իմ երեխաներին, հենց պայքարում եմ դրա համար, հենց այդ ամեն ինչն է ստիմուլ հանդիսանում, որ ես լինեմ հենց քաղաքականության մեջ, հենց պայքարի մեջ։ Առաջինը ուզում եմ տեսնեմ անվտանգ, հզոր հայրենիք, բնականաբար մեր ազգային արժեքներով։ Մենք երեխա ժամանակ որ ընտանեկան որևէ այտենց քեֆ էր լինում, ասենք հորս ընկերներն էին հավաքում, երբ որ հարցնում էին մի հատ երգ երգեք, այն ժամանակ այտենց բան կար, որ երեխեքին կանչում ասում էին մի հատ երգեք, երգում էինք Անդրանիկի մասին երգ, հայ ֆիդայիների մասին երգ, որովհետև մենք մեծացել ենք հենց այդ ազգային արժեքներով։ Կարծում եմ, ոչ թե կարծում եմ, որ վստահ եմ մենք այդ պետությունը, մենք այդ երկիրն ունենալու ենք։ Կա մի հարց, որը կցանկանայիք տալ նախագահին, բայց չեք տվել։ Մի պատմություն պետք է հիշեմ, էլ այդ միֆերի մասին, քանի որ անկեղծ ենք խոսում, պետք է ասեմ, էլի նախագահն էլ չի եղել երևի։ Շատ մեկը մոտեցավ ինձ, ասեց կարող ես նախագահին ասես, այդ սպայկայի հետ կապված 44-օրյա պատերազմի գիտեք ինչ բաներ կար։ Ասում եմ, բայց նախագահը ինչ կապ ունի սպայկայի հետ։ Այսինքն այն միֆերը, այն հերյուրանքները, այն ամբողջ ինչ որ կառուցվել է։ Այս տարիների ընթացքում անընդհատ մարդկանց ուղեղը փորձել են մտցնեն, վերջերս մեկ ինձ մոտեցավ, ասեց ես տարիներ շարունակ այդ միֆերով, այդ լեգենդներով, այդ ստերով ապրել եմ եւ ես ամաչում եմ, որ հավատացել եմ այդ ամեն ինչին։ Հարց չունեմ, ինչ հարց կա, այդ հարցերը բաց ու թափանցիկ տալիս են։ Ես հարց տամ։ Դե միշտ այս ընթացքում գործնական հարցեր են քննարկել, բայց այդպես էմոցիոնալ բաներ չեն քննարկել։ Առիթ է։ Ինչ էմոցիաներ ունեցաք Արցախի հայաթափման ժամանակ։ Հենց էմոցիա, զայրույթ, չգիտեմ, ինչ էր էմոցիոնալ առումով։ Ամենից դժվարը ինձ համար էմոցիաներից խոսալն է։ Ամբողջ կյանքս իմ տրեյնինգս նրա մեջ էր, որ էմոցիաներս ցույց չտամ։
եւ սա իսկապես ինձ համար բավական դժվար է։ Հիմա ինչ զգացմունքներ պետք է ունենաս, եթե կորցնում ես քո հայրենիքը, քո ծննդավայրը, քո եղբոր ծնողների գերեզմանները։ Չեմ ուզում խորանալ սրա մեջ, եւ իհարկե հանձնողները պետք է այդ պատասխանը տան։ Այստեղ ուղղակի ներում չի կարող լինել։ Եվ խոսքը միայն իմ ազնական, այսպես ասենք, զգացմունքները չի, այս խոսքը ընդհանրապես հայ ժողովրդի կորուստն է, որը ունեցավ։ Մի հատ էլ բան, որ ձեզ չեմ պատկերացնում, ինչ որ երաժշտական գործիք կա, որին տիրապետում եք։ Մայրս ուզում էր, որ ես անպայման ջութակ նվագեմ։ Մի 3 տարի մոտարապես ջութակ էի սովորում, երբ արդեն բավարար չափով արդեն հզորություն ունեցա չի ենթարկվելու, սկսեցի չի ենթարկվել եւ թողեցի դպրոցը։ Դրանից հետո ջութակ ձեռս չեմ վերցրել, բայց ջութակը որպես երաժշտական գործիք իսկապես սիրում եմ։ Մի ժամանակ կատակ էի արել այդ արդեն բանի ժամանակ, որ ինձ մերս հիշեցրեց այդ ջութակի հարցը, ասի՝ «Մամ, դու չես ջոկել, որ ավտոմատը ձեռիս ավելի էր սազում, քան բանը, էլի, արդեն պատերազմի տարիներն էին, քան ջութակը»։ Ընդունեց։ Պարոն նախագահ, նախագահ եղած տարիներին լինում էր դեպքեր, որ որևէ երկրի նախագահի, օրինակ, ուղակի դուք զանգահարեիք, չլներ ինչ-որ մի հարց, չլներ պետական դա արարողակարգի մաս, ինչ-որ բան, կամ իրենք ձեզ զանգահարեին, որ իրար հալից հարցնեիք։ Ազնական հարաբերություններում մի քիմիա կա, ինչ որ մեկի հետ ստացվում է, մեկի հետ չի ստացվում, չէ՞, դա այն ժամանակ այո, նման կարգի քիմիա ձևավորվել էր Ֆրանսիայի նախագահի հետ, բավական հաճախակ ենք հանդիպում, այն ժամանակ Լեհաստանի նախագահի հետ Կվասնևսկի հարաբերությունները կար, Բուլղարիայի նախագահի հետ լավ հարաբերություններ էր, Պրվանով Գեորգի, Ռուսաստանի նախագահի հետ անկասկած իդեպ Ելցինի հետ եւ շատ ավելի մոտ հարաբերություններ ուղղակի Պուտինի հետ կան, այդպիսի Սլովակիայի նախագահի հետ հետարքիր Շուստեր նախագահի հետ հետարքիր հարաբերություններ էին ձևավորել։ Կարող եմ պատմել, թե օրինակ Դավոսում մենք նույն հյուրանոցում էինք մնացել, ինքը ինձ հրավիրեց իր մոտ, երբ արդեն իր սենյակում, իր հյուրանոցի այդ սենյակում, ասեց՝ մի խմիչք կա, արի փորձենք, փոքր ռումկաներով, դա միայն իմ ծննդավայրում, իմ գյուղում են դա սարքում, մեր շրջանում, ուրիշտե աշխարհում այս խմիչքը չկա, ասեցի փորձենք։ Օտարը հասկացա ինչ է, հոնի օղի էր։ Խմեցի, աս ինչքան ես ուզում դրանից քեզ ուղարկեմ, ասեցի ոնց, ասի լսիր, մանկուց եմ ես այդ օղին խմում։ Չհավատաց, հենց հետ ենք եկել, այդ օղուց Ղարաբաղ խոսացի, Ղարաբաղում ընդունված էր եւ երկու արկղ միանգամից ուղարկեցի իրեն եւ բավական ջերմ հարաբերությունները շարունակվել է բավական երկար ժամանակ։ Մեկ անգամ Լեհաստանի նախագահի հետ այց էր պլանավորած, ինքը պետք է գար, հետո զանգեց, ասեց, գիտես, ասեց Ռոբերտ, բանա, ասենց ինչ որ բաներ կա, այցը հնարավոր է հետաձգենք։ Ու լինում է ասենց պետական այց նախատեսած կամ պաշտոնական այց եւ ինչ որ հանգամանքներ է բացվել եւ ինքը զանգեց, որ ես հանկարծ չմտածեմ այլ բան կամ չնեղանանք, որովհետեւ պրոտոկոլային ինչ որ միջոցառումներով պատրաստվել ենք արդեն։ Ասի մի տարբերակ կա, կներեմ, եթե քո ծնունդը ստեղ անենք։ Ծնունդն էլ 2 ամիս հետո էր։ Հետո եկավ իր ծնունդը ստե նշեցինք Սևանում միասին նշեցինք եւ հենց իր պաշտոնական այցը իր ծնունդի օրը։ Հենց ընդունեց եւ այսպիսի դրվագներ շատ է եղել։ Ոնց եղավ, որ օրինակ Էդուարդ Էրնեկյանը, Քրքորյանը կարողացակ Հայաստան բերել եւ ներդրումներ կատարեն Հայաստան։ Եթե չեմ սխալվում, գինեգործություններ, չէ, Էրնեկյանի հետ կապված, որ այստեղ
զարգացավ։ Ինքը գինի էր արտադրում Արգենտինայում եւ ամեն տարի ինքը ինձ մի արկղ գինի էր ուղարկում նոր տարու վրա։ Եթե չեմ սխալվում, կարամ գինու բանել խաղոյ սորտը Մալբեկ։ Հետո մեկ անգամ հանդիպելուց ասես միջև երբ ես ինձ Արգենտինայից ինքնաթիռով ինքը իր սեփական որ գալիս գնում էր, ասես միջև երբ ես այդ արկղ Արգենտինայից շալակած միջև ստե բերելու։ Ասես ծիծաղեց, ասեց «Էլ չուղարկեմ»։ Այս չի ուղարկի, բայց ստեղը արջեցրած, ստեղի աճեցրած խաղողից, ստեղի սարկած գինուց, հետո երևի մի 2 ամսից հետո ինքը որոշել աստեղ հողարնի, խաղողի այգիներ հիմնի եւ գինի արտադրի։ Կարած գինին հենց մեր այդ խոսակցության այդ զրույցի արդյունքում ծնվեց։ Մարդիկ ուզում են իմանալ տուրնիկի վիաժիմ քանի հատ է կանում եւ ամենաշատը վերջի ռեկորդը որն է եղել օրինակ։ Ջայել ժամանակ 28 անգամ ժիմ է անում։ Լավ թիվա։ Բայց 10 հատ հենց հիմա էլ կանեմ։ Լավա թե լավ չէ, չգիտեմ։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Ես մեկ հատ չեմ կարող անեմ։ Քանի հատ։ Մի հատ։ Լուրջ կյանքում չեմ արել, չեմ փորձել, պարոն նախագահ։ Այդ լավա էս հիմա իմացա, եթե 2 ամիս առաջ իմանայիք, դաշինքը ուրիշ ֆորմատով։ Ես է ցուցակի մեջ չէի լինի երևի, պարոն նախագահ, չէ։ Լավա ուշ իմացանք։ Դուք ասացիք, որ 18 թվի աղետների պատասխանատուներին դուք պատժելու եք, կցանկանայի իմանալ 21 թվին ես ծանոթներում եմ, որ նույնպես նորից ընտրել են մեր այսօրվա իշխանություններին։ Դուք նրանց էլ եք պատժելու։ Հա, խոսքը գնում է ուղղակի պատասխանատուների մասին։ 18 թվականին մարդկանց մոտ իսկապես կար ոգևորություն։ Ենթադրում եմ, որ կար նաև փոփոխությունների մեծ սպասելիք, մեղադրել ժողովրդին դրա մեջ ուղղակի անհետեցություն կրնի։ Խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք որոշումներ են կայացնում, սխալ որոշումներ են կայացնել կամ մտածված այնպիսի որոշումներ են կայացնել, որոնց պատճառով մենք ունեցանք պատերազմ, պարտվեցինք այդ պատերազմում եւ հետո հանձնեցինք Արցախ։ Սա կոնկրետ մի շատ փոքր խմբակ է։ Կոնկրետ փոքր խմբակ։ Այ սրանք պետք է պատասխան տան։ Մարդկանց հետ շփվելուց այս նախադասությունը շատ հաճախ է, որ եթե սրանք մնացին, երկրից գնալու ենք։ Նախ հենց անմիջապես ասում ենք, որ եթե սրանք մնալ չկա, այդ նախադասությունը այլևս մի արտասանեք, որովհետև սրանք չեն մնալու։ Հայրենիքը մեր ծնողն է ու հավաքվել ենք բոլորս, որ կարողանանք բուժել, որովհետև այս 7-8 տարիներին շատ վատ հիվանդությունով է վարակվել։ Հիմա ինչ անենք, մեր ծնողին հիվանդ վիճակում թողենք գնանք, վստահ եմ, որ անկախ քաղաքական ռեժիմից երբեք պետք չի նեղանալ հայրենիքից ու փորձել ապրել հայրենիքից հեռու։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ հետաքրքիր պատկերացումներ կամ ծրագրեր ունեք Երևանի հետ կապված։ Շնորհակալություն։ Երևանի մասին խոսալուց երևի առաջի հերթին այդ խցանումներն է, մտքիդ գալիս։ Եթե դու օրը պետք է 2 ժամ, 2.5 ժամ անցկացնես խցանումների մեջ, քաղաք պրոբլեմային է դառնում յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ուրեմն այս հարցը առաջնային եմ համարում Երևանի համար։ Երևանը պետք է ունենա նաև այսպես հին Երևանի հատված։ Այն ժամանակ եւս հատուկ հատկացրեցիք մի հատված, որը պետք է հին Երևան լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը չքայլեց։ Ինչ որ կիսատ պրատ, ինչ որ բաներ արվեց, կարծում եմ սա այն դեպքն է, որ պետք է անել։ Այդ հին քաղաքի հատվածը մենք պետք է ստեղծենք։ Քաղաքին ոնց որ դա է պակաս։ Մի շենք կար, երևի դուք չեք հիշում կամ միգուցե, չգիտեմ, նկարների վրա տեսել եք, Կուկուռուզ էր անվանում։ Հա, հիշում եք այդ շենքը։ Ինքը որոշակի սիմվոլիկ բան ուներ, նշանակություն ուներ Երևանի համար, ուղղակի երկրաշարժից հետո այնպիսի վթարային վիճակում էր, որ պարզվեց, որ ներդրողը հնարավորություն չուներ որևէ կերպ այդ շենքը վերականգնել։ Հենց տակից միջև վերև ճաք էր ուղղակի։ Մեջ ճաք էր եւ շենքի ամրացումը բավական պրոբլեմային էր։ Այն ժամանակ շենքը քանդվեց, տեղը ուրիշ բան պետք է կառուցվեր, նմանատիպ կարելի էր այստեղ մի շատ սիրուն
պրոյեկտ ուղղակի ունենալ։ Այսա կցանկանայի տեսնել։ Եթե ձեզնից մեկը մեքենա վարում է, ովքեր իմ ընկերներից վարում են, շատ ավելի նյարդային են, քան նրանք, ովքեր չեն վարում, որովհետև հանդիպման ժամանակին հասնում են հանդիպման 40 րոպե կայանատեղի են ման գալիս։ Կայանատեղիներ են պետք։ Ու այս կարմիր գծերը անդադ հանկացնելով այդ չի լուծումը։ Կայանատեղիներ կառուցել, բազմահարկ, վերգետնյա, ստորգետնյա, այս կարմիր գծերի այս անտրամաբանական թանկացումները հետ գնալ, նորմալ տրամաբանական օրինական գին սահմանել, բայց դրա համար մարդկանց տալ տեղ կանգնելու, այսինքն կայանատեղիների հարցը, հաջորդը։ Տրանսպորտի հարցը, որ 50%-ով թանկացավ ու սովորական Երևանցու բյուջեն հիմա 50%-ով ավելի շատ գնում է տրանսպորտի վրա։ Հետ բերել 100 դրամը մետրոյի ցանցի ընդլայնում։ Մեր քաղաքը կարա մետրո ունենա, այլ էս միագծից բաց մի քանի կանգար ավելանա, բայց դրա համար պետքա թիմ, ով կարողանում է մեծ նախագծեր իրականացնել։ Մայիսի սկզբին մենք ունենք Երևանի ներկայացում, հուսամ ձեզ կտեսնեմ, ովքեր հետաքրքրված են, որովհետև իսկապես շատ լուրջ ուշադրություն ենք դարձրել հենց Երևանի հիմնահարցերին։ Հիմա շատ մարդիկ կան, որոնք որ իրենց տաներում օդի այդ չափիչ սարքերն են դրել։ Երևան քաղաքը դարձել է աղտոտված օդի աղտոտվածությամբ ամենաբարձր նիշ ունեցող քաղաքներից մեկը եւ դա նաեւ կախված է Նուբարաշենի աղբանոցից, էլի շատ ու շատ պրոյեկտներ ունենք, ծրագրեր ունենք, որ հուսով եմ, որ մեր իշխանության գալու պարագայում այդ ամեն ինչը իրականություն կդառնա, նաեւ ջրի խնդիրը կա, այս նախընտրական փուլում փորձեցին լղոզել, բայց վիոլա ջուրը գրաֆիկ էր սահմանել, որ ժամով էին ջուր տալու Երևան քաղաքին, այս նախընտրական փուլում փորձեցին դա լղոզեն բանանեն, բայց չի ստացվում, ես նոր-նորքի առաջի զանգվածում եմ ապրում, սուտկաներով ջուր չի լինում, որտեղ հայտարարակ վիճակ է, այսինքն ոչ նորմալ պլանավորման, ոչ նորմալ աշխատանք կա, ոչ պլանավորում կա, շնորհակալ եմ։ Մենք ծրագրում դրույթ ունենք այդ հարցի վերաբերյալ, բայց դա ավելի խորքային է հետևյալ իմաստով։ Ընդհանրապես Երևան քաղաքում, եթե մեծ ծավալի շինարարություն կա, այդ շինարարության ծավալները, թույլտվությունները, այդ ամբողջ աշխատանքը պետք է սինխրոնիզացվի նույն վիոլա ջրի հետ, սինխրոնիզացվի բաշխիչ ցանցերի հետ։ Եթե մինտեղ կար 5 շենք եւ կառուցում ես լրացուցիչ 10 շենք, ստե պետք է այս 10 շենքը ի վիճակի լինեն միանալ բաշխիչ ցանցին, միանան գույողուն, միանան ջրամատակարարման համակարգին եւ սա զուգահեռ պետք է արվի, որովհետեւ այն խողովակը, որ գալիս է այդ 5 շենքու համար, նախատեսված չի օրինակ եւս 15 շենքի համար, կամ այն մարդկանց համոզի, ովքեր վայ կներեք, ովքեր համարում են, որ Հա? Ասեմ ով է։ Սաղին է հարցը տակիր է։ Լևոն։ Պատասխանեք։ Քոչարյան, չէ։ Հարցը սողում եմ ձեզ, պարոն նախագահ, եթե դուք լինեիք իմ փոխարեն, առաջիկա ընտրություններում ինչու կընտրեիք հենց ձեզ։ Հա, որտեվ դա միակ ճիշտ որոշումն է։ Որովհետև Հայաստան դաշինքը ունի այն, ինչը այս երկրին անհրաժեշտ է։ Հիմա պետքա փորձառություն, պետքա լավ բանակցող, պետքա մեծ պրոյեկտներ իրականացնել կարողացող թիմ։ Ուրիշ կարող ես չեմ տեսնում ամենայն հարգանքով։ Ես ոչ թե որովհետև սիրում եմ Հայաստան դաշինքի անդամներին իմ ընկերներն են, նայում եմ իմ պետությանը ինչ է պետք, որ գնայի վիրահատության լավ բժիշկ է ընտրելու։ Հիմա երկիրը այս վիճակում է, պիտի ընտրենք մեկին, ով կարող այս վիճակից հանի։ Դրա համար։ Բայց ասեմ, սա ամենից մեծ պատիժն է լինելու։ Իրականում չեմ նախանձում նրան, ով ընտրվի առնվազն մոտակա մի 2-3 տարին, դաժան տարիներ է լինելու ընտրվածի համար։ Որովհետև դուք ընտրելու եք փորձը, ընտրելու եք երիտասարդությունը, ովքեր պատրաստ են անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի ունենանք ազգային հզոր պետություն։ Հիմա պետք է իրավիճակը շտկենք եւ մենք այն ուժն ենք, որ կարողանալու ենք հաղթահարել
այդ դժվարությունները եւ նախագահ Քոչարյանն էլ այդ ճգնաժամային կառավարիչն է միշտ դժվար պահերին պարոն նախագահ տենց է ստացվել ձեր կյանքն էլ տենց դասավորվեց ինչ արած Պարոն նախագահ մեկ էլ բոլորը մի հատ սելֆի անենք անենք Միասին կարող ենք կյանքը